Ողջույն, $100, մի ամբողջ $100 կամ ընդամենը $100։ Սա նախատեսված է երկու հոգու ընթրիքի կամ ճաշի համար, տեսնենք թե ինչպես կստացվի։ Elise House ռեստորանում եմ, որը հայտնի է իր շատ համեղ խոհանոցով, բազմապիսի խոհանոցով, եւ ես ուզում եմ հասկանալ, ընդամենը կամ մի ամբողջ $100-ով ինչ կարող եմ պատվիրել այստեղ, ինչ որակի եւ ինչպիսի ժամանակ անցկացնել։ Իդեպ սա VIP Rooms-ն է, նորաբաց, ողջույն Արմինե ջան։ Ողջույն Տիգրան ջան, ինչպես եք։ Լավ, ունեմ ընդամենը $100 եւ ուզում եմ հասկանալ $100-ով Elise House ռեստորանային համալիրում, VIP Rooms-ում, դրսի սրահում հնարավոր է արդյոք լավ ժամանակ անցկացնել։ Համեցեք նախ ուղեկցեմ։ Ասեմ, որ շատ շքեղ է, շատ գեղեցիկ է, ինչ տեսնում եք։ Մեր ճաշացանկը Տիգրան ջան շատ բազմազան է։ Մարմինե ջան, ինձ եթե կարելի է մենյու, բայց պատվերը ամբողջությամբ ըստ քո ճաշակի, այսինքն ես ոչինչ չեմ ընտրելու։ Ահա Տիգրան ջան, սա մեր մենյուն է։ Սա ձեր մենյուն է։ Այո։ Արմինե ջան, արի ես ուսումնասիրեմ մենյուն։ Okay, ես ուսումնասիրում եմ, դուք արդեն տեսեք թե ինչ եք մատուցում։ Ես ասացի, սիրելի հետևորդներ, ընդամենը $100 եւ ուզում եմ հասկանալ, որքանով հաճելի կլինի անցկացրած ժամանակը ինձ համար։ Մարդ պետք է նախ աչքերով տեսնի, սիրի, որ ուտի։ Այստեղ սկսում ենք մենյուից, ասեմ, որ շատ գեղեցիկ է եւ զգացողական առումով էլ շատ տենց լավ հավես տպավորություն է թողնում, թանկարժեք տպավորություն է թողնում, ինչպես տեսնում եք։ Հիմա հասկանանք, բավականին ընդգրկուն մենյու է, այսինքն կա մեր բավանդական հայկական խոհանոցը, կա եվրոպական խոհանոց, կա ֆրանսիական, ու էլի եվրոպական խոհանոցից է, մի խոսքով շատ բազմազան է։ Appetizer-ները, սալատները, մոտավորապես 1, 2, 3, 4, 5, 40 տեսակի appetizer եւ սալատ կա։ Արժեքները սկսվում են օրինակ հումուսը, լավ բաժինը հումուսի 13.99, կարծում եմ նորմալ արժեք է, ընդունելի գին է, բնականաբար դա կախված է նաև որակից։ Կփորձենք, կհասկանանք, ես չգիտեմ թե ինչ են հրամցնելու ինձ, բայց ես իմպարտ եմ համարում ձեզ ծանոթացնել մենյուին։ Սալատները հայկական սալատ 14.99, հունական սալատ 17.99, թաբուլե 15.99, մայրաքաղաքային կամ ստալիշնի սալատ 14.99, մոտավորապես այս գների սանդղակների մեջ են եւ appetizer-ները, նախուտեստները եւ սալատները, բայց մեզ հայերիս հետաքրքրում է խորովածը։ Հիմա ձեզ մանրամասն ներկայացեմ, թե ինչ տեսակի եւ տիպի խորովածներ կան։ Ուրեմն կա խոզի խորոված, խոզի ռիբսերը կան, խոզի իքիբիրը կա, խոզի չալաղաջը կա, փափուկը կա, ոչխարինը կա, պատրոնդաշ կա, քյաբաբների տեսականի կա, հավի քյաբաբի տեսականի կա, մի խոսքով շատ է մինչև սաղմոն, մինչև սնկի խորոված։ Խորովածները ամենաէժանը սկսվում է 14.99 $-ից, սա սնկի խորովածն է, իդեպ շատ համեղ է, իսկ ամենաբարձր արժեքը, որ ունի, դա պատրոնդաշն է 34.99 $, միջին հաշվով $20 արժե, ինչու համար, օրինակ, խոզի խորովածը 19.99, խոզի ռիբսերը 19.99, փափուկը չալաղաջը 19.99, հիմնականում գնային այս քաղաքականությունն է։ Ասեմ ավելի, խորովածները հոյակապ են, որ կան, գրված է տավարի ժարիտ potato, այսինքն տավարի միսը կարտոֆիլի հետ միասին 16.99 հոյակապ գինը, կա պլեջ սալի հետ միասին 14.99, կարծում եմ լավ արժեք է, խորոված բանջարեղեն, լավաշ, հաց, տարբեր տեսակի, պիտա հացեր, ասեմ ավելին, կան ապուրներ, սուպերի շատ մեծ տեսականի կա, փիթի, սպաս, ավելուկ, բորշ, հավի սուպ, ոսպով սուպ, սալյանկա եւ հարիսա, բոլորի արժեքը նույնն է 17.99 $։ Այստեղ կա շատ ավելի հետաքրքիր բան, խորովածից բացի, եթե ցանկանում եք ինչպես եւ նախորդ նշել էի, քյավառի քյուֆտա հաճարով,
թավաքյուֆտա, բիֆստրոգանով, կերուսու, ժարկո, տապակա, թփով տոլմա, հայկական տոլմա, լամշանք, թեմուր, մի խոսքով շատ մեծ է, այստեղ գները մի փոքր ավել են, տատանվում են 35-ից 45 դոլարի սահմաններում, բայց բնականաբար օրինակ տապակա կա $20, էլ ինչ ունենք այստեղ, նույնիսկ նախաճաշ կա, scramble-ներ կան, կարտոֆիլով, լոլիկով, կանաչեղենով, բանջարեղենով, նույնիսկ այն մարդիկ, ովքեր միս ընդհանրապես չեն ուտում, կարող են գալ եւ պատվիրել։ Բնականաբար նաեւ խմիչքներ, ալկոհոլային խմիչքներ չեմ օգտագործում, դրա համար չեմ նայում։ Մեկ գարեջուր, այո, խմում եմ եւ կան դեսերտներ։ Օրինակ, այստեղ կա մրգի ափսե, պաղպաղակ կա, ինչ-որ մեղրով պաղպաղակ կա, ջեմով պաղպաղակ կա, առանձին ջեմ կա, house-made cake կա, այսինքն այստեղ թխված եւ պատրաստված։ Մի խոսքով, այս ամեն ինչը շատ տպավորիչ է, անհամբեր սպասում եմ։ Հարցը մեկն է $100 ես կկարողանամ լավ ժամանակ անցկացնել, բնականաբար լավ ուտեստով։ Այնինչ տեսնում եմ, դեռ շատ հուսադրող է, լավ է, իսկ մինչև մենք սպասում ենք մեր ուտեստները երբ կբերեն մեզ, ես ձեզ առաջարկում եմ միասին գնանք, տեսնենք ռեստորանը ինչ սրաներ ունի, ինչ ժամանցի տեղեր ունի, որը մեծ հաճույքով ձեզ կներկայացնեմ։ Իդեպ, այստեղ ցանկացած առանձնասենյակ ունի առանձին AC, այսինքն հովացման, տաքացման համակարգ, դրան գումարած յուրաքանչյուր առանձնասենյակ ունի առանձին ձայնային համակարգ, բայց որ ամենակարևորն է, դուռը փակեցիք եւ վերջ, ընտիր ձայնամեկուսացում է, ընդհանրապես տեղյակ չեք լինում, թե մյուս սենյակներում, առանձնասենյակներում ինչ է կատարվում։ Իդեպ շատ հարմար է բիզնես լանչերի համար, հանդիպումների համար, քննարկումների համար, ինչպես տեսնում եք, գեղեցիկ է։ Ահա, այստեղ ինչպես եւ ասել էի նախորոք, մինչեւ 40 հոգու համար նախատեսված մեծ գեղեցիկ սրահ է, ինչպես տեսնում եք, 1, 2, 3, 4, 5 սեղան, 10 նստատեղով կարելի է դնել, շատ գեղեցիկ է եւ շատ ճոխ է, ասեմ, իրոք տպավորիչ է, գեղեցիկ է, ջահերը, քարերը, ընտրված գույները, բայց սա դեռ ամենը չէ, գնանք դուրս տեսնենք դրսում մեզ ինչ է սպասվում։ Սա VIP rooms-ների իդեպ, հիմա գնում ենք Elise House, այնտեղ էլի ցույց տալու բաներ կան, ինձ համար շատ հետաքրքիր է այդ ամեն ինչը, ինչպես տեսնում եք, Halloween են այստեղ նշում, ինչ է 60, նույնիսկ 70 մարդու համար նախատեսված, կարող եք համենալ։ Այստեղ խորովածը պատրաստում են ավանդական միջոցով, ածուխի վրա, ինչպես տեսնում եք, եւ հենց դա է համի գրավականներից մեկը, բայց միայն ածուխով սահմանափակվել եւ ասել, որ միայն դա է գաղտնիքը, սուտ կլինի, ձեռք է բերվում ամենաբարձրակարգ միսը, իսկ շեֆ խոհարարների ձեռքերում իրականից եւ իսկապես դառնում է հրաշք այդ ամենը, այնպես որ վստահ եղեք, այստեղ ձեզ սպասում է բարձրակարգ խորոված եւ ոչ միայն։ Սա Elise House-ի բացօթյա սրահն է, այստեղ իրոք ամեն ինչը շատ գեղեցիկ է եւ տպավորիչ է։ 150-ից 200 հյուրի համար նախատեսված։ Ամենօրյա ռեստորան է, կարող եք գալ 2 հոգով, 1 հոգով, 4 հոգով, 20 հոգով, 50 հոգով, 60, 70, 80, բայց եթե ունեք առիթներ, դուք կարող եք ամբողջությամբ վերցնել այս տարածքը, ինչպես ասաց ինձ մենեջերը Արմինեն, այդ դեպքում կան հատուկ մենյուներ, որոնք կարող եք պատվիրել, որոնց մեջ գերհագեցած է սալատներով, appetizer-ներով, մրգի ափսեներով, խորովածի տեսականիով, նույնիսկ ինչպես քիչ առաջ ասեցի, քյավառի քյուֆտա հաճարով եւ ոչ միայն։ Այստեղ կա նաեւ արդեն պարահրապարակ, որտեղ կարող եք ապարել ձեր ժամանակը լավ անցկացնել, կա DJ, որը աշխատում է ամեն օր, եթե չեմ սխալվում, այո, աշխատում է ամեն օր, կան երգիչներ, կենթանի կատարումներով, դեռ ինչ է պետք լավ ժամանցի համար։ Ես իհարկե VIP room-ում եմ գտնվում, այնտեղ եմ ճաշակելու իմ ուտեստները, բայց ասեմ, որ շատ լավ մթնոլորտ է, մաքուր օդին, բացօթյա, լավ երաժշտություն, պատրաստ է։ Գնացինք։ Սիրով համեցեք։ Տեսնենք թե շատ համեղ է։ Ես անհամբեր եմ արդեն, Ամենակարևորը ամեն ինչ պատրաստում է թարմ տեղում։ Հեսա կհամոզվենք թարմ տեղում, թե խանութից առած բերած տաքացրած։
Սա իհարկե կատակ է։ Բնականաբար շեֆ խոհարը։ Խնդրեմ, համեցեք։ Վաու։ Սա իրոք որ շատ հետաքրքիր է։ Խնդրեմ, կարող Համեցեք, եկեք ձեզ ցույց տամ։ Հիմա ասա Արմինե ջան, ինչ է սա։ Սա բիֆ ստրոգանով է։ Այո։ Կարտոֆիլով, սա աղցան է հայկական, սա Սեզար սալատն է։ Սեզար սալատն է, կեսար սալատը։ Սա էլ բազուկով աղցանն է, քանի որ նա սալատն է, սա էլ աղցանն է։ Լավ, աղցան Մեր բիստրոգանովը ոչ միայն կարտոֆիլով է։ Արմինե ջան, ինչից ենք սկսում։ Դու ինձ Մենք այս գունագեղ, գեղեցիկ բազուկով աղցանից։ բազուկով աղցանից։ Քեզ հյուրասիրեմ։ Օ, շնորհակալ եմ։ Բայց փոքր, որովհետև բաժինները անկեղծորեն շատ մեծ են, բավարար է, որ կարողանամ ամեն ինչից ուտել, ոչ միայն համեղը, նաև այն մարդկանց համար է կարծում եմ նախատեսված, ովքեր միս ընդհանրապես չեն ուտում։ Այո։ Շատ անկեղծ համեղ է, բազուկ, սպանաղ, կարմիր բիբար, պանիր, չէ՞, բայց սոուսը մի արտակարգ համ ունի, չեմ կարող ասել ինչ համ ունի, բայց արտակարգ էլի եմ ասում, գեղեցիկ է եւ Համեղ համադրությունը։ համերն էլ մի կողմ դրած։ Սա մենք դեռ աղցանն ենք ուտում, ես վստահաբար կարող եմ ասել, որ 2 հոգու համար ավելին է քան։ Տուր, տեսախցիկը տուրից, դու էլ վերցրա։ Բայց անկեղծ կարծիքդ պետք է ասես, Պետրոսյան։ Իրականում ժողովուրդ ջան, եթե ես ճիշտ հասկացա, մենք 3-ով ենք ուտում, 2 հոգու համար նախատեսվածը, բայց դեռ հախից չենք եկել, էլի ոնց որ ասում են։ Բազուկով սալատը, անկեղծ եմ ասում, շատ համեղ էր, առողջարար էր եւ թարմացնող ինչ-որ հատկություն ունի եւ ռեցեպտորները գրգռում է, որպեսզի պատրաստ լինես հաջորդ չափաբաժնին։ Հաջորդը մեզ մոտ բնականաբար Կեսարն է։ Այս քանակությունը ուզում եմ տեսնեք, էլի հսկայական է քանակությունը, ես տենց Եվ ես վստահաբար կարող եմ ասել, մեր կեսար աղցանը շատ համեղ է, քանի որ գաղտնիքը հենց իր սոուսի մեջ է։ Մենք 2 հոգու ենք վերցրել, բայց 3-ով ենք ուտում, տեսնենք վերջին ինչ կստացի։ Բայց շատ ինդիվիդուալ է, որով 2 հոգի կա, շատ տարբեր բաներ է պատվիրում։ Այնպես որ սա իմ ճաշակն է, ինչպես որ դուք ասացիք Տիգրան ջան։ Ես ասացի, ինչ ցանկանում ես, $100 սահմաններում եւ ես գոհ եմ։ Հյուրերը կարող են գալ այստեղ ուտել, դուրս գալ դրսում ապարել։ Իհարկե։ Այսինքն տես խնդիր չունենք մենք։ Ոչ։ Կարող է գալ այստեղ ուտել, դուրս գալ, կեսարը կամ սիզերը կամ ցեզերը շատ համեղ էր։ Եվ ասեմ, որ սոուսը միայն մեր շեֆ խոհարարն է պատրաստում, իր ձեռագիրն է։ Եվ հաջորդը հայկական աղցան։ Ամառային չէ, ամառայինը այստեղ ուրիշ է, որ գաք ասեք ամառային, սա չեն բերելու։ Այնպես որ նայեք, ամառայինը ձեր մոտ խորոված արած, բադրան, բիբար։ Բանջարեղեն է խորոված արած, դա ամառայինն է, Կարակով պատրաստված տաք սալատ։ Շատ եմ գնում տարատեսակ ռեստորաններ, աշխատանքից բնույթով շատ եմ լինում եւ շատ հաճախ եթե տեսնում եք այստեղ լոլիկի որակը ինձ թվում է ձեզ համար հասկանալի կլինի։ Հաճախակի վերցնում են նման աղցանների սալատների մեջ, կտրտում են ամենաէժանագին լոլիկը, որի փաունդը, եթե չեմ սխալվում, արժի 20-25 ցենտ, եթե մեծ քանակությամբ ես վերցնում, այն երկար լոլիկների մասին է խոսքը, որը անհամ է, ոչ մի բան չկա։ Սա կարծում եմ այդ լոլիկներից չէ, բայց հասկանամ։ Սա մեր դաշտի լոլիկն է, որը մեզ ապահովում են թե ամառ, թե ձմեռ։ Սա բիֆ ստրոգանով է տապակած կարտոֆիլով կամ ֆրի տարբերակով։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա Ոչ միայն 2։ Երկու այլ մի բան է, դե նայած ստամոքսի, ասեմ, որ հալվում է բերանի խոռոչում, բերանի մեջ անկեղծ եմ ասում, սոուսը ֆանտաստիկ սոուս է, շատ համեղ սոուս է։ Կարևորը, որ միսը ճիշտ եփված է, որպեսզի ռեզինի նման չէ, որ sense ծամես, մի անգամից բերանի մեջ։ Չէ, բերանի մեջ հալչում է, ես անկեղծ եմ ասում, եւ սունկից փորձենք, իրոք շատ համեղ է։ Օպերատոր ջան, դուք ուզես։ Արի։ Տենց ոնց կլինի, մենք համտեսենք դու մեզ։ Արի, կեր, այդտեղա կեր։
Ոնսա լավ է։ Օպերատորն էլ գերավ Արմանը։ Ասում եք արդյոք թե լավ է, հետո չգիտեմ, հետո տեսախցիկը այնտեղ կդնենք, որ Արմանն էլ ուտի։ Ձևի հետևողներ, հիմա իդեպ իմ լավ ընկերը Արմանը տեսացին, մեզ հետ հաց է ուտում, նախապես կցեի երկու հոգու համար, բայց ես անկերտ ոչինչ չեմ չափազանցում։ Չորրորդն էլ կարող է ուտել։ Դուք այստեղ մատուցում եք նաև հուկա։ Այո։ Այսինքն եւ բացօթյա սրահում այստեղ մատուցում եք, թե այստեղ չի կարելի։ Եվ այստեղ է մատուցվում հուկա, եւ բացօթյա Մենք այդ սրահում։ համակարգն ունենք օթանակ։ Օթափոխման համակարգի հետ է դա կապված։ Այնպես որ սիրելի Բոլոր հետևորդներ։ պայմանները ունենք։ Ես գոհ եմ, դեռևս գոհ եմ։ Մնում է հաշվից գողնենք, Ժողովուրդ ջան։ Եվ այսպես, այն ինչ ես համտեսեցի, Արմինե ջան, անկեղծորեն եմ ասում, իսկ բոլոր նրանք, ովքեր ինձ ճանաչում են քիչ թե շատ գիտեն, շատ հստակ գիտեն, որ ես ուտեստի հարցում շատ պարզ եմ եւ միանշանակ է իմ կարծիքը։ Եթե լավն է, համեղ է, ապա համեղ է։ Եթե թարմ է, ապա թարմ է։ Եթե վատն է, ապա վատն է։ Ինչ անեմ։ Դա ճշմարտություն է։ Բազուկով աղցանը լավն էր, հոյակապ էր։ Ինքներդ տեսնում եք, թե որքան է դեռ մնացել ու այնպես չի, որ մենք չենք կերել, լավ կերել ենք։ Կեսար սալատը կամ ցեզար սալատը կերել ենք համեղեր դեռ մնացել է լոլիկով աղցանը, ինչպես եւ ասեցի, լոլիկները մեջը լավն են, սա մեր հայկական ավանդական աղցանն է եւ բիստրոգանովը, որից ինչպես տեսնում եք, դեռ այսքան կա, դեռ կարծում եմ 1-2 հոգի էլ կուտեն, գումարած հացը մի խոսքով հիմա ամենակարևոր բանը է գալիս, ես ձեզ ցույց եմ տալու չեկը թե ինչ է արժեցել այս ամենը, կիսվեք ձեր կարծիքով, արտահայտեք ձեր կարծիքը եւ ասեք դուք կգաք այստեղ թե չգաք։ Բայց մի հատ եկեք ցույց տամ, էլի ամենասկզբից որ ասացի, չէ, սա խոսում է որակի մասին ռեստորանի եւ զգացողական առումով շատ լավ է։ Հիմա մեր ամեն ինչը համահունչ է։ Ամեն ինչը համահունչ է, ցույց տանք մեր սիրելի հետևորդներին եւ այն մարդկանց, ով նայելու է։ Հաշիվը $101, իդեպ ասեմ, որ թաքսը մեջն է, բազուկով սալատը 14.99, բիֆ ստրոգանով 24.99, սոդա, դա ջրեղենն է, բնականաբար խմել ենք $11, թարմ հաց 6.99, որը բավականին շատ է, հայկական սալատ 14.99, սեզար սալատ 17.99, 91 եւ 92, 9.63, թաքս $101 55 ցենտ։ Այնպես որ սա ես ոչինչ չեմ չափազանցնում, սիրելի հետևորդներ, Տիգրան ջան, մենք անկեղծորեն ինքներդ որոշեք։ Իմ համար գերազանց է։ Այ այսքան բան մնաց, շատ ափսոս է։ կարող ենք թուգո դնել, Տիգրան ջան։ Նույնիսկ դրա հնարավորություն Այո, իհարկե։ այսինքն սիրուն տարաների մեջ մենք անպայման միշտ առաջարկում ենք, պարտադրում ենք, որ ամեն ինչը թարմ է, դուք կարող եք հանգիստ անել տուն։ Արմինե ջան, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Կհանդիպենք շատ շուտով։ Կհանդիպենք, երբ որ կհանդիպենք։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն։ Եվ այսպես, ինչպես եւ խոսքերի տվել, ես ասացի $100-ից մի փոքր ավել, $1.5 ավել, կարծում եմ դա էական ինչ-որ նշանակություն չունի։ Ես շատ համեղ ընտրեցի, շատ համեղ եւ ոչ այդքան ավանդական, որովհետեւ բիստրոգանով ամեն օր չէ որ մենք ուտում ենք, շատ համեղ էր, աղցանները համեղ էին, ինչպես ներկայացրեցի դրսի սրահը, մյուս սրահը առիթների համար, որն է ընդհանուր իմ գնահատականը։ Արժե արդյոք գալ Elise House ժամանակ անցկացնելու, լավ հաց ուտելու համար։ Միանշանակ այո, եւ գրպանին է հարմար, եւ տրամադրությունն է բարձրանում, եւ սպասարկումն է լավ, դե իսկ երաժշտությունն էլ արդեն ըստ ձեր ճաշակի։ Այնպես որ կհանդիպենք, շնորհակալություն Elise House-ին։